հարգելի գործընկերներ, խմբակցությունների անուններից ելույթներ։ Պարոն Սուքիասյան, խնդրեմ։ Սիրելի երևանցիներ, այստեղ հնչեց խոսք պատահոր քաղաքացիների ցանկում նաև պարոն Արյանի անունը ներառելու մասին ես հիշում եմ, որ նախագիծ շրջանառվեց, հետո չգիտես ինչու հանվեց դա, պես որ դա օդում կախված հարց է։ Հիմա ըստ էության, պարոն Արյան, դուք ստեղ չեք, ես բարձրաձայնից ցանկը որ բերել եք, ես ձեզ ներկայացրել էի 2 հոգու անուն, մետրոպոլիտենի ստեղծման, կառուցման և մինչ օրս սպասարկման համակարգում աշխատող ավելի քան 50 տարվա վաստակ ունեցող Սլավա Մկրտումյանի և Գագիկ Մարտիրոսյանի վերաբերյալ, բայց դեռ քանի որ ընդդիմությունն ա բերել, երևի չգիտեմ, ինչ-որ վախենում եք ինչ-որ դավթիններ կիսելու հարց առաջանա, անհոգ, մեկա շնորհողը, իշխանությունը դուք եք ես պահին, այնպես որ այդտեղ էլ բան կա, հա, առնվազն ոչ համագործակցայնություն։ Հիմա, պարոն Խաչատրյան, ձեր ասածի հետ կապված, դուք էլ անմեղության կանխավարկածի դաշտ եք մտնում, եթե տենց շատ հետաքրքրված է կոռուպցիա, կաշառք, մյուս հովանավորչություն և այլն, այդ անիվի չարաբաստիկ այդ դեպքերը, ձեր լեզուն շատ կարճ լինի այդ առումով, էլի։ Եվ որքան էլ պարոն Ավինյանը հերքում է, որ կնոջ ընկերուհուն չի ճանաչել եւ այլն, իր օրերս հետ կբացահայտես, որ լավ էլ ճանաչել է եւ 1.5 միլիարդ դրամ տրվել է պետական բյուջեից ու կառավարության քթերից է եկել այդ ամեն ինչը։ Բա դրա գաղտնալսումներն ու բաները ուր է, հա? Պարոն Սուքիասյան, խոսում ենք պատվավոր քաղաքացիների մասին եւ Վարման կարգով, պարոն Ավինյան, եղել ինձ հիշատակված խոսքերը անդրադառնամ հիշատակված խոսքերը օրակարգային հարցերից դուրս քննարկեք իրար հետ։ Էդ էլ կանենք։ Ըստ էության եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներին վեհափառին աշխարհի կանոնով դիմելը ինչ որ հիշատակումներ անել, դրանք համադրական կարգի տապալման դրվագներ են, որովհետև եկեղեցին պետությունից անջատ է։ Հիմա անդրադառնամ նաև ձեր ասածին, Տիկին Վարդանյան, անազգանուններ կան, որ անգամ իսկ արտասանել նատահաճ, այնպես որ ես ասել եմ, որ նայեք, նախորդ նիստի վերջում կտեսնեք, այդ որ ասում եք անձնական վիրավորանքման։ Այդ վիրավորանքները, որ մեր հասցեին հնչում է, այդտեղ համր լռություն է ձեր մոտ։ Դա տենց էլ պիտի լինի, բայց հենց հակադարձում եք, ասում եք ոնց կարելի է։ Ինձ էլ հաճելի չի այդ խոսույթը, այդ անձնական որակումները եւ այլն, բայց եթե հնչվում է ինչ-որ բաներ, որ նողկանք է առաջացնում, հիմա դա անարձագանք թողնելը կարա դառնա ինչ-որ տխուր պրակտիկա, ու եթե դուք տենց արձագանքելուց խոսում եք ինչ-որ ներողություններ խնդրել եւ այլն, չգիտեմ, նայեք Facebook-ներում ինչ ա տիրում, այն ֆեյքերի բանակը, որ ձեր պատվերներով գրողում են ու մեր սոցցանցերի էջերի տակ հայհոյանքներ են գրում, դրա պատասխանը ով է տալու, այդտեղ ներողությունով չի պրծնելու, հենց որ իշխանափոխությունից հետո պարոն Խաչատրյան, երջուկս ձեզ հալվասելուց մարդու բերանը չի քաղցրանում, էլի։ Անխուսափելի իշխանափոխությունից հետո այդ ֆեյքեր քշողները եւ անձնական բնույթի հայհոյանքներ, պատվիրողները եւ իրականացնողները նրանք էլ են պատասխան տալու, այդտեղ թող ոչ մեկը կասկած չունենա, ոչ մեկը հավերժ իշխանություն չի լինելու։ Սուքիասյան, ինչքան մնաց, մնալու հարց չի, թեմայի վերաբերյալ ամփոփում եմ եւ Տիկին Վարդան, որ տենց խորանում եք, բան եւ այլն։ Այդ ֆեյքերը չէին առաջ, քիչ առաջ ասած։ Նայեք, ձեր կուսակիցները Facebook-ում ձեր հասցեին ինչ են գրում։ Ձեր կուսակիցները, մենդ ինչ թաղապետի հետ կապված այդ ինչ ցուցմունքներ եք տվել, ունեն ձերբակալել։ Գնացեք այդ հարցերով զբաղվեք։ Փորձում եք մտնել մի քաշային կատեգորիա, որտեղ մեծ վտանգը գրիժակ արաքսնանակ։ Ամփոփելով ասեմ, որ մենք ազատ ենք քվեարկելու, քանի որ որոշակի տարբեր գնահատականներ կան։ Մարգարիտ Քյանի վերաբերյալ Մար Հայաստան խմբակցությունը քվեարկելու է ազատ ռեժիմով։
Պարոն Գալաջյան, խնդրեմ։